Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, այո, ձեր նշած առաջին հատվածը, որը վերաբերում է սպառողական զամբյուղի մեջ առողջապահական ծախսերին, նախորդ օրերին ձեր նշած ինստիտուցիոնալ համակարգը մեզ ներկայացրեցին հենց մեր թոշակառուները, օրինակ Իջևանի հենց կենտրոնում թոշակառուներից մեկը բացատրեց, որ նախկինում ինքը 30-ից 40 հազար դրամ իր թոշակը վճարում էր դեղեր ձեռք բերելու համար, հիմա այդ դեղերը ստանում է, եւ հետեւաբար ինքը ներկայացրեց, որ իր թոշակը ավելի մեկից ոչ թե 10 հազարով է բարձրանալու, այսինքն միջև հիմա արդեն 30 հազարով բարձրացել է, եւ ոչ թե 10 հազարով է բարձրանալու, այլ 40 հազարով է բարձրանալու, ու ինքը մի քիչ ավելի բան արեց, ես իր Ես այն դեպքն է, որ քաղաքացու ասած թվերը ես տենց նվազեցնում եմ, որովհետև բան չլինի։ Եվ երկրորդը, մեր բյուջետային հարցերին անդրադառնալու համար եկեք նայենք 2025 թվականին ինչա տեղի ունեցել։ 2025 թվականին մենք բյուջեի եկամտային կանխատեսումը փոխել ենք եւ ավելացրել ենք ինչքան 30 թե 40 միլիարդով։ Եվ արդյունքում կատարման արդյունքում, այսինքն մենք խորհրդանում ընդունած բյուջեից մեր հարկային եկամուտները գերակատարել ենք ինչքան համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, այո, մենք 26 թվականի բյուջեն պլանավորելուց նախատեսել ենք, որ 25 թվականին պլանավորվածից 30 միլիարդով ավելի քիչ եկամուտ ենք հավաքելու։ Եվ քանի որ այդ պլանի համեմատ Եղություն էլի պարոն Հովհաննիսյան, որպեսզի հասկանալի լինի նաև հանրությանը ինչի մասին է խոսքը։ Մենք երբ որ պլանավորում ենք 26 թվականի բյուջեն, 26 թվականի բյուջեն պլանավորելիս, երբ որ սկսում ենք, իր նախորդ աստիճանը, նախորդ տարվա բյուջեն է, որի վրա մենք ոտ ենք դնում, որ մեր ոտը դնենք հաջորդ աստիճանի վրա։ Հիմի մեր կանխատեսած ոտը, այս մի աստիճանը եղել է 30 միլիարդով պակաս, քան հետո արդեն հունվարի 1-ին հասկացել ենք, որ մենք մեր այս մի ոտը 30 միլիարդով ավելի բարձր է, քան թե մենք նախկինում մտածել էինք։ Դրան գումարվում է նաև տնտեսական աճի հավելյալ չափի էֆեկտը, որը մեզ Ելի ընդհատեմ, հաջորդ աստիճանն էլ այս մյուս ոտն էլ տնտեսական աճի կանխատեսումների վրա է, որը եւ ներքին եւ միջազգային կազմակերպությունների կողմից նույնն էր, չէ՞ մոտավորապես եւ Մերը ավելի բարձր մի քիչ ավելի բարձր, բայց միջազգային կազմակերպություններն էլ մեր ներքին փորձագետներն էլ կանխատեսում էին, որ մոտավորապես 2% ավելի քիչ կլինի տնտեսական աճը։ Այսինքն այստեղ էլ այս մի ոտն էլ իրականում, երբ որ փետրվարի վերջին վիճակագրության կոմիտեն հրապարակեց նախորդ տարվա տնտեսական աճը, այդ ժամանակ մենք տեսանք, որ կոպիտ ասած այս մի ոտքն էլ է էականորեն բարձր։ Եվ դրա հետևանքով մենք ակնկալում ենք, որ այս տարի մենք կունենանք 40 միլիարդով ավելի հարկային եկամուտներ, քան պլանավորված է 2026 թվականի բյուջեով։ Եկեք ասենք առնվազն 40։ Եվ բնականաբար մենք ունենք նաև պահոստային միջոցներ, որոնք դրված են տարվա ընթացքում ի հայտ եկող այլ խնդիրներ լուծելու համար, այս երկու աղբյուրներից մենք կարողանալու ենք ֆինանսավորենք այս բանը, բայց եթե թույլ տաք մի դրվագ այդ պարոն Խաչատրյանի ասած մասով, մեր դիտարկումը եղել է այն մասին, որ նախագծի մեջ բացահայտված չի աղբյուրը, բայց մենք իրար հետ քննարկման ժամանակ այդ աղբյուրները իդենտիֆիկացրել ենք եւ ըստ այդը մենք որոշում կայացրել, որ այս ճանապարհով գնանք եւ այստեղ որևէ խնդիր չկա։ Պարոն Խաչատրյան, ձեր ասած մյուս դիտարկման հետ կապված ինչ եմ ես այդպիսի վստահությամբ այդ կոմպենսացիայի ինդեքսացիայի թեման այդպիսի վստահությամբ ասել։ Այսինքն երկար փորձագիտական որ հաշվի առնելով ձեր ասած ռեզերվների արկայություն։ Այսինքն մեր խնդիրը, որ ես ձևակերպեցի, որ մեր թոշակը սպառողական զամբյուղից ներքև չգնա։ Եվ ես դա առանց մանրամասն փորձագիտական քննարկումների հայտարարեցի, նկատի ունենալով, որ մենք հիմա առաջ ենք։
Այսինքն եւ մենք ռեզերվ ունենք ավելի հանգիստ առանձնի արդյունանալու մտածել, խնդիրը հետեւյալն է, որ մեր թոշակը այլևս երբեք սպառողական զամբյուղի ցածր պետքա չլինի եւ չի լինի։ Սա պատմական փոփոխություն է, եկեք արձանագրենք եւ իմ ասածն է, որ պատմական փոփոխությունը ունի երկու առանձնահատկություն։ Առաջինը, երբ որ դրան հասնում ես, դա շատ լավ է, բայց հետո երբեմն մոռանում ես, որ պետքա խնամք տանել այդ պատմական ձեռքբերման նկատմամբ եւ դա գնում այլի հետագլորվում դեպի իր նախնական վիճակ։ Դա վերաբերում է ընդ որում ամեն ինչին, առիթ ունեցենք, դա վերաբերում է խաղաղությանը, դա վերաբերում է սոցիալական իրավիճակին, դա վերաբերում է կրթությանը, ամեն ինչին, բացարձակապես ամեն ինչին։ Պետքա ֆիքսել եւ խնամք տանել, որպեսզի այն ինչ որ ձեռք ես բերե, դա հետագայում զարգանա։ Հետևաբար ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորի թարգելի գործընկերներ, որովհետեւ իհարկե ոչ բոլորն են դալիճումներ կա, ում այս խոսքերը ուղղված են, որովհետեւ սա ձեր աշխատանքի արդյունք է եւ սա ձեր աշխատանքի ձեռքբերումն է։ Ես մի միտք էլ կա, որը ելի գիտեմ կրքերա բորբոքելու, բայց ես այդ միտքը պետք է ասեմ։ Ես օրինակ մտածում եմ, թե ինչն է պատճառը, շատ կարևոր է արձանագրել, ինչն է պատճառը, որ մենք ավելի մեծ տնտեսական աճ ենք ապահովել, քան կանխատեսվում էր։ Պատճառները բազմիցս են, արդեն աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց բոլորին շնորհակալություն հայտնեցի, թոշակառուներին շնորհակալություն հայտնեցի։ Հիմա միտքը, որը կրքեր է բորբոքելու։ Իմ կարծիքով պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ որ մենք նախորդ տարվա արդեն մարտից, ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելու մասին։ Արդեն մարտ-ապրիլից մեր ամբողջ պետական կառավարման համակարգը գիտեր, որ վարձատրության համակարգը փոխվելու եւ այդ վարձատրության համակարգը ուղիղ ձևով կապվելու է ցույց տված արդյունքների հետ։ Ես տնտեսական աճ ինքն էլ 2%, ինքը հարգելի գործընկերներ, 2%-ը շատ մեծ տոկոս է, ասենք երկրներ կան, որ տարեկան 2% տնտեսական աճ են ունենում, իրանք իհարկե հիմնականում բարձր զարգացվածության շեմ ունեցող երկրները, իրանք շատ ուրախանում են։ Սա շատ մեծ տոկոս է, եւ ես համոզված եմ ուղղակի իմ վերլուծությունը, որ գործոններից մեկը, որը բերել են նրան, որ մենք այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, դա վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը մենք սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից, որպեսզի ընդդիմադիրները շատ չչարչարվեն, ասեմ, որ ես հիմա խոսում եմ, որովհետև զգում եմ, որ տերմինաբանությունների մեջ շատ չեն կողմնորոշվում։ Ես հիմա խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին։ Այն խոսում եմ այն համակարգի մասին, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև եւ ուզում եմ ընդգծել, որ 2024 թվականի բյուջեով մենք 4.5%-ը 24 թվականի բյուջեով, հա, 25-ի բյուջեով 6.5 միլիարդ մենք բան արեցինք, պահպանման ծախսերը պետական համակարգի 6.5 միլիարդ էր, այո, պարոն վարչապետ, 6.5 միլիարդ մենք հենց պետական համակարգից, այսինքն որ նախկինում կար, էլի տրվում էր պետական համակարգին, մենք կրճատեցինք դա, ռեզերվ արեցինք, մինչև հիմա 3.5 միլիարդն ենք ուղղել, 3.5 միլիարդը ուղղեցինք պետական կառավարման համակարգի ավելի արդյունավետ դարձնելու եւ հիմա 78 միլիարդ այդ թվում դրա արդյունքում սեն շատ կոնկրետ տալիս ենք մեր թոշակառուներին, ընդ որում 78 միլիարդի մեջ հետ վճարը մտնում է 78 միլիարդ։ Ես ուզում եմ ցույց տալ, որ ես ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ եւ կներեք շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետև ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառահետևանքային կապը։ Այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս կներեք պերաշկի ուտել, 1000 ներողություն։
Որովհետև ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ մակարդակի կայացման ավելի բարձր մակարդակ կա։ Եվ ես կարիք չունեմ մի բանը ամբողջ գիշեր ասել հան տենես այն մեկը ինչ անում, ես գիտեմ, որ համակարգը մոտիվացված աշխատում է։